Սիրելի ընկերներ, հավանաբար շատերդ եք լսում անընդհատ, որ ուժեղ Հայաստան կուսակցության կողմնակիցները Ռուսաստանում ջանք ու եռան չեն խնայում, մեծ ռեսուրսներ են ծախսում, երկկողմանի ավիատոմս, 50,000 ռուբլի ամեն մի ձայնի համար գումար են խոստանում, որպեսզի Ռուսաստանաբնակ հայերը գան Հայաստան եւ մասնակցեն ընտրություններին։ Եկեք պատկերացնենք, հաջողվում է 100,000-ի տեղափոխել Հայաստան եւ մասնակից դարձնել ընտրություններին եւ 100,000-ն էլ հրաշքով գալիս են մեկ մարդու պես գնում են ընտրում են ուժեղ Հայաստանին։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը հաղթելու է ընտրություններին։ Բնականաբար ոչ։ Դրա մասին նույնիսկ իրենք ընդդիմադիրներն են վստահ եմ գիտեն, որ շանս չունեն նույնիսկ այդ դեպքում։ Իսկ հարցը առաջանում թե այդ դեպքում այդքան ռեսուրս ինչի համար են ծախսում, նպատակը ո՞րն է։ Ես կարծում եմ, որ ծրագիրն այսպիսին է. բերել հայերին հասցնել Հայաստան, ընտրությունները բնականաբար հիմիկվանից գիտեն, որ հաղթելու շանս չունեն, իշխանություններն հաղթելու են։ Նրանք ընտրությունները կանեն, հաջորդ օրվանից սկսեն Ռուսաստանաբնակ հայերը հետ վերադառնալ եւ ինչ կտեսնեն Ռուսաստանի սահմանին, հենց օդանավակայանում նրանց կտեղեկացնեն, որ դուք խախտել եք միգրացիոն ինչ կետերը եւ դուք Ռուսաստանի Դաշնության մուտքի արգելք ունեք եւ պետք է հետ վերադառնաք Հայաստան, այսինքն դեպորտ եք լինում։ Նրանք ավտոմատ դառնում են պոտենցիալ ցուցարարներ եւ հետ են գալիս Հայաստան։ Դե մեր ընդդիմադիրներն էլ ծաղկեցնելու են, հայտարարելու են, որ քանի որ ռուսամետ ուժին թույլ չտրվեց հաղթել ընտրություններում, ավելի ճիշտ մենք հաղթել ենք ընտրությունների արդյունքները կեղծվել են։ Սիրելի հայրենակիցներ, Ռուսաստանի Դաշնությունն էլ որպես պատիժ նման կերպ է արձագանքել։ Եկեք միասին այս կեղծարար իշխանություններին, ապազգային իշխանություններին հեռացնենք, հեղափոխություն անենք, չգիտեմ, ցույցերի միջոցով հեռացնենք եւ ամեն ինչ կընկնի իր տեղը։ Պատկերացրեցիք ծրագիրը որն է։